Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է տարվա բոլոր նշանների համար, մայիսի 4-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Հաջորդ օրը արդեն լինելու է հայլային օր, իսկ դրա մասին տեղեկատվությունը արդեն տեղադրված է թվագիտության ալիքում, այնպես որ ցանկության դեպքում կարող եք նաև նա նայել։ Իսկ մենք շարունակենք, տեսնենք մեզ ինչ է սպասվելու այդ օրը։ Եվ գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 4-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը կարող եք այցելել հիվանդանոց, կարող եք նաև այցելել մեկ այլ բժշկական կենտրոն, էմոցիոնալ եք բավականին, միգուցե դրանից եք ձեզ վատ զգում, դա եւս պետք է հաշվի առնեք։ Կստանաք երկար սպասված տեղեկատվություն, փաթեթ կամ միգուցե ինչ-որ փաստաթուղթ է։ Կտրուկ քայլ կանեք, կտրուկ որոշում կկայացնեք այդ ստանալուց հետո։ Եվ հետո սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին կսպասեք օրվա ընթացքում, ինչ-որ բանի կսպասեք, կարիերայում մի փոքր առաջ խաղացում ունեք, գուցե ինչ-որ պատվերներ եք գրանցում կամ այնպիսի առաջադրանք են տալիս, որ առաջ է գնում ձեր կարիերան։ Եվ ոչ միտեղ կգնաք երկար կմնաք, կամ ինչ-որ բանի եք սպասելու, կամ ինչ-որ մեկին, կամ ինչ-որ բան է դեռևս դանդաղում, կանգնած է, գուցե դրա համար եք էմոցիոնալ լինում։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, նաև ժառանգության հետ կապված հարցեր, նաև սա կարող է մեծ ինչ-որ մի բան եք ստանում, ինչ-որ մեծ գումար եք ստանում, մեծ նվեր եք ստանում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 4-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերը, այդ օրը կամ դուք եք ճանապարհ գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, նաև հաջողություն ունեք, եթե ինչ-որ խնդիր կար, ապա այդ խնդիրը հաջողությամբ կլուծեք, կավարտեք, եւ ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որը ձեզ շատ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Հիանալի օր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 4-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, դա կարող է մեծ տարիքով մարդ է, նաև դա կարող է լինել պետական աշխատող։ Ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ փաստաթղթեր կստանաք, կձևակերպեք, ինչ-որ հարցեր կանեք, հա, փաստաթղթերի հետ կապված, կամ նաև փաթեթ է, որը կստանաք։ Հեռախոսազանգ կունենաք այդ օրը, նաև էմոցիոնալ կլինեք բավականին շատ, ձեր գործերը հնարավորինս չափ կփորձեք այդ օրը առաջ մղել, ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք չուշանաք կամ այդ օրը կփորձեք ինչ-որ մեկի հետ ժամ պայմանավորվել եւ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չմոլորեցնեն այդ օրը եւ կարող է բացի այդ մոլորեցնել ինչ-որ մի այդպես փուչիկի նման, ոչ է գաղտնիք բացահայտվի, ինչ-որ մի բան իմանաք։ Բացի դա կարող է նաև մոլորեցնեն ձեզ, դա եւս ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակների մայիսի 4-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, միգուցե տան հետ կապված հարցեր են, որոնք որ պետք է լուծեք, դա է ձեզ էմոցիոնալ դարձնում։ Նաև կողարի թե այդպես պատրաստվում եք էմոցիոնալ կերպ, այսպես կարող է ձեր տանը չէ պետք է գնաք եւ ասելի պատրաստվում եք, որ գնաք ամեն ինչը նորմալ լինի ձեր վրա, ձեր հոգու կապը։ Երկար սպասված ոչը SMS կստանաք, տեղեկատվություն, նաև փաստաթուղթ կարող է լինել դա կամ փաթեթ է, թե ինչ-որ բան եք պատվիրել։ Կարող եք վիճել, գորգռալ, ինչ-որ մի բանը ձեզ կարծես թե դուր չի գալիս, կամ այնքան է ուշ եք ստացել, որ արդեն ձեզ այդ չի հետաքրքրում, կամ սկսում եք գորգռալ ինչ-որ մի բանի հետ կապված։ Նաև այստեղ զարգացման առաջ գնալու հետ կապված բավականին այստեղ խոչընդոտներ կան, դժվարություններ կան առաջ խաղացման հետ կապված, որ ինչ-որ մի բան զարգացնեք, ինչ-որ մի բան առաջ տանեք, հա, դրա հետ է կապված այդ խոչընդոտները։ Միգուցե գիտեք, գորգռում եք դրանից է, ամեն մարդ գիտի, թե ինչի համար է գորգռում եւ ինչը ուզում այդ օրը առաջ մղել, ինչը ուզում անել այդ օրը, ինչ գործեր ունի եւ այդ գործերը կարող է ձեր գորգռոցը վնասի։ Եվ երեկոյան ոմանց սեր խոստովանեն, ոմանք սիրավեն, կարող ժամադրության գնալ, ձեր սիրելիներին հանդիպել, սիրելին գատուն, այդպես է, արդեն մի տեսակ ձեզ սիրված կզգաք, ամեն ինչը թեթևացած կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 4-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը տան հետ կապված ինչ-որ հարցեր կան, որից որ կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, գուցե հյուրեր են գալիս, ում որ փախուս չեք տեսել, այդպես է տեսնում եք, արտասվում եք, նաև հաջողություն ունեք այդ օրը, հաջողությունը հաջողության հետևից, ինչ-որ բաներ կլինեն, որ շատ լավ կանեք այդ օրը, շատ իդեալական կանեք այդ օրը, և ոմանք կարող են ժամադրության գնալ երեկոյան, ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, այստեղ նաև առավոտյան տատանվում եք ինչ-որ մի բանի հետ կապված, այդպես արտանում եք և չգիտեք որը անեք, միգուցե որը հասցնեք, նաև երեկոյան կարող ձեր սիրելին գա, ձեր հարազատների հետ լինեք, ինչ-որ բան տեղի ունենա, որ ձեզ սիրված զգաք, այդպես ժպիտը դեմքին նստեք, հեռուստացույց նայեք, ինչ-որ պահեր են այստեղ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 4-ին։
Հարգելի վիշապներ, օձեր, ներեցեք։ Նման է, էլի մի տեսակ վիշապի տեսքին։ Այդ օրը ինչ որ անսպասելի բան կմտածեք, անսպասելի քայլ կանեք, անսպասելի կտրուկ որոշում կկայացնեք, կտրուկ ինչ որ մի բան, այսպես կամ օրինակ կտրուկ կորոշեք, հա, գնում եմ ժամադրության, կտրուկ ինչ որ մեկին կարող կամ ձեզ հրավիրեն անսպասելի է, այսպես ոչ ինչ որ միտեղ սեղանի շուրջ նստելու կամ սեղանի շուրջ նստած ինչ որ բան անսպասելի կորոշեք, կմտածեք, այդպես ինչ որ պահեր են, որ նաև վերջնական որոշում կկայացնեք, հա, ինչ որ եւ շատ անսպասելի դա կարող է լինել։ Հա, այսպես եմ անելու հիմա, որ այսօր գնամ։ Եվ ոմանք այստեղ ինչ որ տղա է եւ աշխատանք կամ այստեղ գործնական հանդիպում եք ունենալու ոչ տղայի հետ, ով պետական աշխատող է, կամ այդ տղան է ձեզ օգնելու աշխատանքի ընդունվեք, գուցե հաճախորդը ձեզ այնց բան է պատվիրում, նաև իրար հետ կարող է աշխատում եք, նոր աշխատող է, նոր տնօրեն է, կամ տնօրենի հետ ավելի շատ կառնչվեք այդ օրը, կկանչի ձեզ եւ կարող խոսել նաև իրար հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ում ձեր տղան գիտեք, կարող եմ աշխատանքի ընդունվի, եթե տղա ունեք կամ ամուսինը։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 4-ին։ Սա իրենը չի, եթե հարց է առաջանում։ Հարգելի ձիեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, պետք է զբաղվեք դրանով, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, նաև ինչ որ փաստաթուղթ կարող եք ստանալ կամ փաստաթղթերի հետ կապված այդ ձևակերպումը կամ վերցնել ինչ որ փաստաթուղթ բավականին հեշտ կլինի, բավականին շատ արագ եւ հաջողությամբ այն ձեռք կբերեք։ Նաև դա կարող է լինել օրինակ փաթեթ, որը պատվիրել եք եւ հետո տեսնում եք, որ այն ուղղակի հրաշք է, այսինքն ձեզ շատ է դուր գալիս այդ փաթեթը։ Նաև ինչ-որ բան է ձեզ մոտ ուշանալու, մոտապես 1-ից մինչև 2 ամիս կարող է ուշանալ, 1.5 ամիս, այդպես։ Նաև օրվա ընթացքում եւս էլի հաջողություն ունեք, եւս էլի ինչ-որ բաներ հաջողությամբ կանեք, կավարտեք, կվերջացնեք, հա ինչ-որ գործերում, ամեն ինչում հաջողություն կունենաք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 4-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդտեղ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, նաև կարող եք այցելել նման կենտրոն, բժշկական կենտրոն, կոսմետոլոգի մոտ, նաև ինչ-որ մեկին եք սպասել օրվա ընթացքում, ինչ-որ բանի կարող եք սպասել օրվա ընթացքում, նաև ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա, որը ձեզ շատ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ այդ օրվա ընթացքում, սեղանի շուրջ եք նստելու և հեռախոսազանգ ունեք այդ օրը, շատ կարևոր է միգուցե ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 4-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նաև այստեղ ուշադրություն պետք է դարձնել նաև առողջությանը, կամ նմանատիպ կենտրոն եք այցելում այդ օրը, և ժամին պետք է ուշադրություն դարձնեք, ժամը ձեզ համար շատ կարևոր է լինելու, ուշադրություն դարձրեք, նաև կարող են այդ օրը ժամ եք պայմանավորվում, ինչ-որ մեկի հետ կարող է բժշկի հետ եք պայմանավորվում, նաև ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնաք, ավելի երկար, քան պատկերացնում եք, նաև դա ինչ-որ մի բան է դեռ դանդաղում, ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան դեռ ոնց որ առաջ չի գնում իր տեղից, և ոմանք այդ օրը կարող են սիրահարվել, ոմանք սիրոխոստովանություն անել, սիրոխոստովանություն ստանալ նաև, ձեզ սիրված զգաք, ինչ-որ մի բան տեղի ունենա, որ ձեզ լավ զգաք, ձեր հարազատների շրջապատում լինեք, պես ուրախ նստեք, հեռուստացույց նայեք, ոնց որ երեկոյան ինչ-որ մի բան ձեզ ուրախացնում է, ինչ-որ մի բան ձեզ համար լավ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մայիսի 4-ին։
Հարգելի ակաղներ, այդ օրը կարող եք երկար ինչ-որ մեկ հետ հեռախոսով խոսել, ինչ-որ բանի վերաբերյալ։ Նաև ոմանք այդ օրը կարող են գործարք կնքել, ոմանք այդ օրը ամուսնության առաջարկ ստանան, սիրո խոստովանություն, հարսանիքի հրավեր, նշանադրության հրավեր կարող եք ստանալ, նաև դա կարող է լինել ինչ-որ պայմանագիր կամ այնպիսի մի աշխատանք, որը մշտապես նույն բանն եք անելու։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե երիտասարդ տղայի հետ, նաև ոմանք ինչ-որ կամ այդ տղան ձեզ կփորձի մոլորեցնել, կամ նաև հնարավոր է, որ այդ տղայից ինչ-որ մի բան եք իմանում, ինչ-որ մի լուր եք իմանում։ Կարող է ինչ-որ ինքն է ինչ-որ մի բան է բացահայտում ձեզ համար, սիրո խոստովանություն է անում, որ զարմանում եք, այդպես մոտով փուչիկի նման է ինչ-որ մի բան պայթելու։ Եվ ոմանք կարող են հուզվել, ոմանք կարող են նաև արտասվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 4-ին։ Հարգելի շներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, ուշադիր եղեք, բամբասանք, չարխոսակցություններ, նաև կարող եք հուզվել, միգուցե իրենցից է, իրենց վերաբերմունքից նաև կարող եք հուզվել, արտասվել օրվա ընթացքում, երեկոյան կարող են ձեզ սեր խոստովանել, դուք սեր խոստովանեք, սիրահարվեք նաև, ձեր սիրված զգաք ինչ-որ մի բան տեղի ունենա, փոփոխություն ձեզ մոտ, որ ձեզ շատ լավ զգաք, նաև ժամադրության գնալ, կամ ձեր սիրելին է գալիս տուն, հակային էմոցիոնալ կլինեք և կսպասեք ինչ-որ մեկին, կարող է ձեր սիրելին ասել է գալիս եմ տուն և երպես էմոցիոնալ սպասում եք իրեն, որ նա գա տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին, խոզերին մայիսի 4-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը առավոտյան կտատանվեք, ինչ-որ բան է ձեզ տանջում, տատանվում եք, հա կամ չէ, հա այդպես, անել չանելի մեջ ոչ թե ինչ-որ հստակ ինչ-որ ծանրութեթև եք անում ինչ-որ մի հարց, հեսա, անել չանել, թե ոչ, բայց եթե մի քիչ եք տատանվում, միգուցե ունակ աշխատանքի առաջարկ եմ, ընդունեմ թե ոչ և մեկ էլ հոպ ձեր ձեռքից բաց եք թողնում այդ հնարավորությունը երկար եք տատանվում, դրա համար ձեռքից կարող եք բաց թողնել այդ օրը ինչ-որ մի բան։ Նաև ոմանք ճանապարհ կգնան, կամ ձեզ մոտ ինչ-որ մարդիկ կգան, նաև հանդիպում, շփում ոչ թե մասնագետի հետ և հեռախոսազանգ կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։